Եկեք չմոռանանք, որ մենք ունեցել ենք անվտանգության երաշխավոր։ Ընդ որում անվտանգության երաշխավորի պարտավորությունները դե յուրե շատ հստակ եւ շատ մանրակրկիտ ձևակերպված են եղել, ես այդ փաստաթղթերը տասնյակ անգամներով եմ կարդացել, բայց այդ մեխանիզմը չի աշխատել եւ նման մեխանիզմները չեն աշխատում եւ պատմությունը, այդ թվում հայ ժողովրդի պատմությունը դա է ցույց տվել։ Խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատվել է միայն ու միայն այն պատճառով երաշխավորի համատեքստում, որ մենք հույսներս դրել ենք ոչ թե երաշխավորի, այլ ինքներս մեր վրա, դա համարել ենք մեր խնդիրը եւ մեր լուծելու խնդիրը։ Եվ ընդհակառակը, երբ որ մեր մտածողությունը եղել է երաշխավորային, պայմանական ասած, մենք մտածել ենք, որ ահա կա երաշխավոր եւ նա պիտի լուծի հարցերը, կամ մենք այդ հարցերը պետք է լուծենք դրա միջոցով, ամեն անգամ դա մեզ բերել է էսկալացիայի, դա բերել է սրման, դա բերել է պատերազմի, դա բերել է կորուստների։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատել ենք ծանր կորուստների գնով։ Բայց մենք դուրս ենք եկել պատմական նոր հանգրվան, երբ մենք գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են բացել խաղաղության վերանայման դուռը, անխուսափելիորեն մեզ հրում են, մեզ փորձում են հրել զարգացման ժամանակաշրջանից դեպի գոյատևման ժամանակաշրջան, ընդ որում բոլոր այդ դեպքերում մեր պատմությունը ցույց է տվել, որ մենք գոյատևում ենք ոչ թե մեր հայրենիքում, ոչ թե մեր պետությունում, այլ օտար պետություններում։ Ահա սա է պատճառը նաև, որ խաղաղության վերանայման օրակարգով հանդես են գալիս օտար պետությունների էմիսարները։ Եվ ես որևէ կասկած չունեմ, պարզապես որևէ կասկած չունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա իր ստեղծած խաղաղությունն է, իր զրկանքների, իր տառապանքների, իր կորուստների, իր մտածումների, իր վերանայումների գնով ձեռք բերված խաղաղությունն է։ Սա քո խաղաղությունն է, Հայաստանի Հանրապետության հարգարժան, սիրելի, հարգելի քաղաքացի, եւ դու պետք է տեր կանգնես քո խաղաղությանը, քո պետությանը, քո անկախությանը, քո ինքնիշխանությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների ընտանիքների առաջ եւ ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առաջ։ Հայաստանի Հանրապետությունը ուժեղ, զարգացած, խաղաղ, անվտանգ ամենամեծ հարգանքի տուրքն է մեր բոլոր նահատակներին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար